Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ դեկտեմբերի 2-ին տեղի է ունեցել Ներքին գործերի նախարարին կից երիտասարդական խորհրդի հերթական նիստը։ Հանդիպման թեման ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցումն ու կանխարգելումն էր, որի ուղղությամբ մասնակիցները ներկայացրել են նորարար գաղափարներ եւ առաջարկություններ։ Նախարար Սարգսյանը վերահաստատել է երիտասարդական խորհրդի անդամների հետ ակտիվ համագործակցելու հանձնառությունը, որը նպատակ ունի քննարկումների միջոցով եւ քաղաքացիների անմիջական ներգրավմամբ հասնել հանրությանը հուզող հարցերի լուծմանը, ամրապնդելով պետություն-հասարակություն կապը։ Երթևեկության մասնակիցների վարքագծի փոփոխությունը ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու կարևոր նախապայման է։ Այս ուղղությամբ Ներքին գործերի նախարարությունը շարունակաբար լավարկում է օրենսդրական կարգավորումները, նաև իրականացնում հանրային իրազեկման արշավներ։ Այս ճանապարհին հատկանշական է նաև հասարակության եւ հատկապես երիտասարդների ներգրավվածությունը, ընդգծել է Արփինե Սարգսյանը, կարևորելով հանրային ընկալումները ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ։ Երիտասարդները նախ վերլուծել են Երևանում եւ մարզերում ճանապարհատրանսպորտային պատահարների հիմնական պատճառները, ներկայացրել իրենց ընկալումները վարորդների եւ հետիոտների վարքագծային դրսեւորումների վերաբերյալ, որոնք հանգեցնում են պատահարի։ Խորհրդի անդամները առաջարկությունների հիմքում դրել էին սեփական ուսումնասիրությունները եւ վեր էին հանել միջազգային լավագույն փորձը։ Քննարկման մասնակիցների ելույթներում հիմնական մոտիվը երթևեկության մասնակիցների վարքագծային փոփոխությունների անհրաժեշտությունն էր։ Միևնույն ժամանակ երիտասարդները ընդգծում են երկարաժամկետ կրթող եւ վերափոխող բաղադրիչ ունեցող իրազեկման աշխատանքների կարիքը։ Մասնավորապես գաղափարները վերաբերում էին տարբեր թիրախային խմբերի համար նախատեսված իրազեկման արշավների կրթական ծրագրերի իրականացմանը, վարորդական վկայականների տրամադրման գործընթացի վերափոխումներին, ինչպես նաև ճանապարհներին վարորդներին օգնող վահանակների տեղադրմանը, արհեստական բանականության կիրառմամբ տեսահսկող սարքերի ներդրմանը։ Նախարարությունում մասնագիտական քննարկումներից հետո առաջարկություններից մեկը կներառվի օրենսդրական փոփոխությունների փաթեթի մեջ։ Տեղում վերլուծվել են բարձրաձայնված մտքերը, ծավալվել է խորքային քննարկում դրանց իմպլեմենտացման հնարավորությունների շուրջ, նախանշվել են երիտասարդական խորհրդի անդամների հետ ճանապարհատրանսպորտային պատահարների նվազեցման ուղղությամբ համագործակցելու թիրախային ուղղությունները, ընդգծվել է իրավապահ համակարգ, հասարակություն, ակտիվ աշխատանքի անհրաժեշտությունը։ Խորհրդի նիստին ներկա էին նաև Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար, հանրային հաղորդակցության եւ իրազեկման վարչության պետ Նարեկ Սարգսյանը, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետի տեղակալ Նորիկ Սարգսյանը եւ Պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը։ Փրկարարի առաքելությունը Հայաստանն ապրելու, աշխատելու եւ ճամփորդելու համար առավել անվտանգ դարձնելն է։ Պետության հանձնառությունը այդ առաքելությունը լիարժեք իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ ապահովել է։ Այդ նպատակով արտակարգ իրավիճակներում ձեռք բերված դասերի եւ միջազգային լավագույն փորձի հիման վրա մշակվել է Փրկարար ծառայության վերափոխման նոր հայեցակարգը, ներառելով ծառայության ինստիտուցիոնալ, տեխնիկական եւ մասնագիտական կարողությունների համալիր զարգացում, ինչպես նաեւ նոր օպտիմալ կառույցի ձևավորում, բացառելով Ներքին գործերի նախարարության այլ ստորաբաժանումների գործառույթների կրկնությունը։ Հայեցակարգի շրջանակներում մինչև տարվա ավարտը կիրականացվի Փրկարարծառայության կենտրոնական ապարատի, իսկ 2026 թվականին տարածքային ստորաբաժանումների կառուցվածքային փոփոխությունները։ Նախատեսվում է նաև հատուկ իրավական եւ սոցիալական երաշխիքների սահմանմամբ զարգացնել Փրկարարծառայության կամավորական համակարգը։ Այդ ուղղությամբ ձեռնարկվել են գործնական քայլեր։ Ներկայումս Հայաստանում գործում է 11 հրշեջ փրկարարական հենակետեր, որոնք սպասարկում են 51 բնակավայր։ 67 կամավոր ստացել է փրկարարի որակավորում։ Հենակետերի ստեղծումը համահունչ է Ներքին գործերի նախարարության որդեգրած ռազմավարությանը, բարձրացնել համայնքների պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներում եւ կրճատել արձագանքման ժամանակը։ Աշխատանքներ են տարվում նոր հենակետերի ստեղծման ուղղությամբ, որոնք նախատեսվում է գործարկել 2026-2027 թվականներին։ Համակարգային բարեփոխումների կարևոր ուղղություններից է արտակարգ իրավիճակներում 24/7 ռեժիմով քաղաքացու կողքին կանգնած փրկարարների աշխատանքային եւ տեխնիկական պայմանների բարելավումը։ Արագածոտնի, Արմավիրի, Վայոց ձորի, Արարատի, Կոտայքի, Տավուշի, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունների 28 հրշեջ փրկարարական ջոկատների հաշվեկշռում առկա հնամաշ հրշեջ փրկարարական ավտոմեքենաները կփոխարինվեն նորերով։ Ընդհանուր բյուջեն կազմում է 5 միլիարդ 668 միլիոն դրամ, ձեռք կբերվի 91 հրշեջ փրկարարական ավտոմեքենա եւ հատուկ տեխնիկա։ Արդեն մատակարարվել են նոր մարտական հանդերձանքն ու փրկարարական գործիքները, իսկ Կոտայքի, Արմավիրի, Արարատի եւ Արագածոտնի մարզային ստորաբաժանումների համար 8 հրշեջ եւ 10 արագարձակնական փրկարարական ավտոմեքենաների
Մատակարարումն ընթացքի մեջ է։ Ընդհանուր արժեք կազմում է 710 միլիոն 365 հազար դրամ։ Ընթանում են Սևանի փրկարարական կայանի, Եղեգնաձորի Հրշեջ փրկարարական ջոկատի մասնաշենքի կառուցման աշխատանքները։ Առաջիկա օրերին կմեկնարկի շինարարությունը նաև Բաղրամյանում։ Անվտանգ ու հարմարավետ համազգեստը, աշխատանքային գործիքակազմը կարևոր նախապայման են արտակարգ իրավիճակներում արդյունավետ գործելու համար։ Միջազգային լավագույն փորձի ուսումնասիրման հիման վրա աշխատանքներ են տարվում փրկարար ծառայողների համար ունենալ հրակայուն, լրացուցիչ պաշտպանիչ շերտերով ջրաթափանցակայուն համազգեստ, ապահովելով առավելագույն անվտանգություն։ Ներքին գործերի նախարարությունը շարունակաբար լավարկում է նաև սոցիալական երաշխիքների ապահովման գործընթացը, փրկարարական ծառայողների համար ստեղծելով արժանապատիվ պայմաններ։ Այդ համատեքստում շարունակվում է ծառայողների ատեստավորման գործընթացը, այն կարևոր գործիք է մասնագիտական աճի և մոտիվացիայի համար։ Ատեստավորումը զուգակցվում է վերապատրաստումներով, ինչը հնարավորություն է տալիս կատարելագործել մասնագիտական գիտելիքներն ու գործնական հմտությունները։ Ատեստավորման նպատակով մինչ օրս դիմել է 1808 ծառայող, 943-ը հաղթահարել է այն։ Համակարգում գերազանց ատեստավոր փրկարարն այսօր ստանում է շուրջ 557 հազար դրամ աշխատավարձ, նախկին 297 հազարի փոխարեն։ Փրկարար ծառայության վերափոխման նոր հայեցակարգը նախատեսում է հաշմանդամություն ունեցող անձանց ազդարարման առավել մատչելի և ներառական կազմակերպում, SMS հաղորդագրություններով և բջջային հավելվածների ծանուցումներով։ Բնակչության արդյունավետ և օպերատիվ իրազեկումն ապահովելու նպատակով նախատեսում է ներդնել բջջային հավելված, որը հագեցած կլինի ինտերակտիվ քարտեզներով, անվտանգության ուղեցույցներով, հետադարձ ծանուցման հնարավորությամբ և գեոլոկացիոն անհատականացված ծանուցումներով։ Հարկ է նշել, որ հավելվածը հնարավոր կլինի օգտագործել նաև առանց համացանցի հասանելիության։ Միաժամանակ բարեփոխումների անհատականության տրամաբանության մեջ ԵԱԿ-ի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գործընկերների հետ Եվրոպական միության համաֆինանսավորմամբ նախատեսում է իրականացնել 5 միլիոն եվրո ընդհանուր արժողությամբ ներդրումային ծրագիր, որի մի մասը կողմի փրկարար ծառայության ոլորտի զարգացմանը։ Այսպիսով, վերափոխված հայեցակարգով փրկարար ծառայությունը քաղաքացիների անվտանգությունն ապահովելու հանձնառությամբ օպերատիվորեն արձագանքելով յուրաքանչյուր արտակարգ իրավիճակի շարունակելու է իր առաքելությունը։ Տեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում։ Նրա ինքնության կամ գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություններ ունեցողներին խնդրում ենք դիմել համայնքային ոստիկանության Քանաքեռ Զեյթունի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 102, տեղեկություն հայտնող անձի գաղտնիությունը երաշխավորվում է։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ 250 նոր թափուր տեղ բարեկային ծառայության մայրաքաղաքի և մարզերի ստորաբաժանումների համար։ Ընդունելություն իրականացվում է ոստիկանական գործ մասնագիտության բարեկ որակավորմամբ։ Կարող են դիմել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք իրենց առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստակամությամբ ունակ են կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները։ Ուսուցումն իրականացվում է առկա ուսուցման ձևով, պետական պատվերի շրջանակներում անվճար։ Դիմորդների փաստաթղթերն ընդունվում են 2025 թվականի հոկտեմբերի 27-ից դեկտեմբերի 12-ը ներառյալ։ Բարեկային ծառայություն դիմելու համար տարիքային սահմանափակում չկա։ Շրջանավարտներին շնորհվում են ոստիկանության կոչումներ, և նրանք նշանակվում են ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության պաշտոններում։ 2025 թվականի հունիս ամսից ոստիկանությունում գործարկվել է SafeU առցանց անվտանգ բջջային հավելվածը։ Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին արագ արձագանքելու և լատենտային բնույթ կրող դեպքերը բացահայտելու նպատակով SafeU-ն ապահովում է առավել արագ արձագանքում։ Հավելվածը հնարավորություն է տալիս բռնությունից տուժած անձանց կանչ կոճակի միջոցով արագ ահազանգել ոստիկանություն և ստանալ համապատասխան աջակցություն։ Անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից հավելվածն անվտանգ է, չունի անձնական տվյալների արտահոսքի ռիսկեր։ Հավելվածը մշակվել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ և ինտեգրվել ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում։
Ներքին գործերի նախարարության հաշվառման քննական ստորաբաժանումները կաշխատեն նաև առաջիկա շաբաթ օրերին՝ դեկտեմբերի 6-ին, 13-ին եւ 20-ին Երևանի եւ մարզերի հաշվառման քննական ստորաբաժանումների համար սահմանվել են աշխատանքային օրեր ժամը 9-ից մինչև 18 ներառյալ։ Քաղաքացիները գործարք կատարելու համար կարող են նախապես հերթագրվել roadpolice.am հարթակի, ինչպես նաև Early One Mobile հավելվածի միջոցով եւ սպասարկվել իրենց հարմար ժամերին։